Այսօր մի պահքի սնունդելում նաշտամ բատատով։ Բատատը ծկծկոտում ենք, մի քանի տղան, շոտ ժիրացածում։ Նա դնում ենք այկու սխտոր, հատում ենք և դնում ենք դուխովքում։ Մինչև բատատը տրնալի մի հատ պահքի խմիչքելում նաշտամ, վերը փորձալում ինտեղ ու մինչև մենք ախած դյուր չկյան։ Հունց ընքան ավոկադո, բանան, նուշի կաթ, բոված նուշ, շատ պետք չսկի ես քանի բովա, սառույց, սմոք մեր կակտելի բանկան, ստողը նասա գեմ չեն։ Մեր բատատը արդեն պատրաստ է, ես ընքանում ծոխ երենու։ Լավալավնեից արանժու է։ Իմիջալոց բատատը, չնայած համարվում է քաղցր կարտոֆիլ, բայց ինքը լրիվ ուրիշ տեսակի բանջարեղեն է և իր մեջ ավելի գերակայում է շաքարը, նաև հարուստ է վիտամիններով և էլի կարոտին, հունց է գազարը, իսկ կարտոֆիլը ինքը ավելի շատ կրախմալ է, քիչ շաքար է, բայց վիտամին C է, այսինքն երկու բանջարեղենը շատ օգտակար է, շատ կարևոր է մեր ռացիոնի հետի։ Չնայած կալորիականապես բատատը ավելի քիչ է կալորիաներով, քան կարտոֆիլը, բայց բացառելով մեկը շատ վնասակար է և վտանգավոր։ Գցում ենք մեր սխտորները, վերնատը թխվալ է։ Բաբիագին էլիքսիրի բոթու լավացում ենք մի քիչ լիմոն, քաղցրությունը կուտրելի հետ է։ Վրացական էս համեմունքը, վերը սպանսկի աղի նման, բայց շատ ավելի ուրիշ պյանեսցիոն է մեջը։ Շատ ընսիրենց է, վերը թխամ էր կաթանակում։ Սովորական աղ և սև պերեց։ Բլենդ ենք անում, բայց որպեսզի ձեզ